Ողջույն եւ բարի գալուստ Տավուշ TV, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ մենք մեկնարկում ենք զրույց քննարկումների շարք, որոնք վերաբերելու են ամենատարբեր եւ հետաքրքիր թեմաների՝ մշակութային, հոգեբանական, տնտեսական, սոցիալական, եւ այս համատեքստում հյուրընկալելու ենք որպես զրուցակից Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի դասախոսական կազմի մեր գործընկերներից։ Քննարկման թեման այսօր շատ հետաքրքիր է, առաջին հայացքից խիստ լոկալ թեմա է եւ միևնույն ժամանակ այն ընդգրկում է տարածաժամանակային շատ խորը կոնտեքստ։ Այսօր խոսելու ենք Իջևանի փողոցների անվանադրման եւ անվանափոխման հետ կապված խնդիրների մասին, սովետական ժամանակահատվածից ընդհուպ մինչեւ անկախացում, որպես հյուր զրուցակից թեմայի շրջանակում հյուրընկալել ենք ԵՊՀ իմ դասախոս Վլադիմիր Պողոսյանին։ Պարոն Պողոսյան, շատ շնորհակալություն հրավերն ընդունելու եւ ներկա գտնվելու համար։ Իրապես առաջին հայացքից, երբ որ նայում ենք թեմային, այն խիստ լոկալ, տեղային թեմա է եւ միևնույն ժամանակ հասկանում ենք, որ փողոցների անունների դրման եւ փողոցների անունների վերափոխման հետ կապված խնդիրները ավելի քան խորքային եւ ավելի քան հոգեբանական, սոցիալական, ժամանակային մի շարք կոնտեքստային առումով ազդեցություններ ունեն բնակչության վրա։ Այս համատեքստում ես շատ կուզեմ մենք առաջինը մեր որպես ներածական քննարկում խոսենք եւ սկսենք քննարկել թե սովետական միության ժամանակահատվածում փողոցների անունները ինչպես էին որոշվում, ում կողմից էին դա որոշվում, առհասարակ մարդկանց համար ինչպիսի նշանակություն ուներ փողոցի անունը եւ այս process-ները ինչպես էին կազմակերպվում ու ինչ ազդեցություն ունեին այս ժամանակվա հասարակության վրա։ Շնորհակալ եմ հրավերի համար, իրոք ողջունելի նախաձեռնություն է եւ մեր հետազոտական պրպտումներին կտա նաեւ հանրայնացում։ Իրապես հետաքրքիր է փողոցների անվանադրության եւ անվանափոխության խնդիրը եւ հայաստանյան այսպես ներկա փոփոխությունները որոշակի ազդեցություն են բերում նաեւ տվյալ ոլորտում։ Նշեմ, որ թեման քիչ ուսումնասիրված է գիտության տվյալ ոլորտում, քանի որ փողոցների խնդիրները այդքան էլ առաջնային չեն համարվել, բայց փողոցների անվանադրության եւ անվանափոխության խնդիրները դարձել են, կարելի ասել, մեր կյանքի ուղեկիցը եւ յուրաքանչյուր փողոց նշանային որոշակի կոդավորմամբ եւ համակարգով ուղղակի ազդեցություն ունի մեր առօրյականության ձևավորման վրա։ Եվ այս առումով Իջևանը կարծես բացառիկ է։ Եվ Իջևանյան օրինակի շրջանակներում փորձել ենք իրականացնել մեկ հետազոտական ծրագիր եւ տեսնել Իջևանում ինչպես են փողոցները կրում եւ անվանափոխվում։ Եվ այս գործընթացը բնականաբար չէր նախատեսում վերանվանման խնդիր, որովհետեւ մենք մինչ խորհրդային շրջանը չունենք անուններ կրող փողոցներ։ Նշեմ, որ Իջևանը մինչ խորհրդային շրջանը բավականին փոքր գյուղական միջավայր է ներկայացնում, գյուղական հասարակության կենտրոնը, այսպես շինական համայնք է ներկայանում իր բոլոր ատրիբուտներով եւ քաղաքավերածման գործընթացը սկսում է 1948 թվականին, երբ որ ձևավորում է քաղաքի առաջին հատակագիծը։ Այստեղ երևի շնորհակալություն հայտնենք ճարտարապետ Պետրոս Թումանյանին, նրա հեղինակությամբ են Իջևանի եւ առաջին եւ երկրորդ գլխավոր հատակագծերի ձևավորումը իրականացվել, ինչպես նաեւ Իջևանում մեզ հայտնի բացառիկ, այսպես բոլոր շենքերը, նրանց հատակագծերը եւս պատկանում են Պետրոս Թումանյանին եւ եթե երբևէ որևէ մեկին այսպես կրկին հաջողվի անվանափոխել կամ անվանադրել որևէ նոր փողոց, բնականաբար այս անձի անունը պետք է հիշատակվի, որովհետև հսկայական ներդրում ունի Իջևանի այսպես քաղաքաձևավորման գործընթացում, իր հեղինակությամբ են օրինակ այսօրվա հարկային ծառայությունների շենքը, իր հեղինակությամբ է եւ նաեւ Գևորգյանի մասնակցությամբ օրինակ հյուրանոցի շենքը, այսօրվա համայնքապետարանի շենքը, Աղստեֆի գոտիավորման եւ հենապատերի կառուցման նախագիծն է տվել, Աղստեֆի երկու կամուրջների հեղինակն է հանդիսանում, Մայր Հայաստան կամ Վերածնունդ արձանի եւ նրա շուրջ այսպես խորհրդանշական տարածքի ձևավորման
նախագիծը եւս իրեն է պատկանում եւ բավականին այսպես մեծ ներդրում եւ ներկայություն ունի մեր քաղաքային այսպես տարածքի ձևավորման գործընթացում։ Քաղաքները ուղղակի եւ անուղղակի կրում են գաղափարախոսական ազդեցությունը։ Հասարակական մշակութային փոփոխությունները բերում են որոշակի շրջադարձեր։ Հայտնի տեսաբան Հենրի Լեֆևրը առաջարկում է, եթե հեղափոխությունը հողի վրա չի ունենում որոշակի ազդեցություն, բնականաբար ինքը հեղափոխական ազդեցություն չունի։ Եվ խորհրդային կարգերի հաստատմանը զուգընթաց բնականաբար բոլոր խորհրդային հանրապետություններում սկսում է գաղափարական շրջադարձ։ Նախկին անվանումները որոշակիորեն մարում են եւ ձևավորվում է նոր անվանումների կարիք։ Որն էին նոր անվանումները։ Տեսեք, Իջևանում, երբ որ 48 թվականից հետո նկատում ենք առաջին փողոցները, օրինակ կոլխոզնիկների անունը գրող փողոցներ հայտնվում, կամ 50-60-ական թվականներին համագործակցային տարբեր նշանակության փողոցներ, օրինակ Իջևանը Օչամչիր աբխազական քաղաքի հետ ուներ այսպես եղբայրական հարաբերություններ, բնականաբար Օչամչիրյան փողոցը ձևավորվեց։ Իհարկե հետագայում վերափոխվեց անունը, բայց ամեն դեպքում որոշակի նշանային հետևանքներ ունեցել է։ Ձևավորում են տարբեր այլ անուններ, գաղափարախոսական ազդեցությունը բնականաբար առաջնային էր։ Օրինակ, այսպես տիպիկ Մարքսի, Լենինի անուններ գրող փողոցները եւս պահպանվել են։ Հետաքրքիր է, որ Ստալինի անվան փողոց չի ունեցել Իջևանը, եւ միայն առողջապահության բաժնի առջև 48 թվականին տեղադրվել է Ստալինի արձանը եւ հետաքրքիր է ինչպես է ներկայացվում այդ արձանի տեղադրությունը, դրա բացման արարողակարգը, խալիներով շրջապատված, բավականին տոնական միջավայրով, այդպիսի այսպես հանդիսավոր պայմաններում արձանի բացումն է իրականացում, հետագայում 61 թվականին հավանաբար չունենք հստակ ինչ որոշման ազդեցության, բայց 61 թվականի հանրապետական այսպես կառավարության որոշման բնականաբար Ստալինի անհատական պաշտամունքի հետ կապված բոլոր ատրիբուտները հանվեցին եւ Իջևանում եւս արձանը հեռացվեց։ Ես նաև հանդիպել եմ, որ սովետական միության կազմում շատ են եղել ամենատարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, շատ են եղել կարմիր բանակ անուն կրող փողոցներ։ Ինձ ուղղակի հետաքրքիր է այն հանգամանքը, թե օրինակ ինչ է զգացել այդ ժամանակահատվածում ապրող մարդը, երբ բնակվել է, այսպես ասած, կարմիր փողոցում։ Այո։ Հետաքրքիր է, դա ավելի շատ դաշտային հետազոտությունների այսպես աշխատանքի ազդեցություն է։ Մենք պետք է նաև մտային քարտեզագրում իրականացնենք, տեսնենք ինչպես է ընկալում քաղաքացին, քաղաքաբնակ իր փողոցը։ Որն է նրա համար կենտրոնը, որն է նրա համար առանցքը, չէ՞։ Տեսեք, առաջին եւ երկրորդ հատակագծերում առանցքը Շահումյան փողոցն էր, այսօրվա Մելիքբեկյան փողոցը։ Բայց հետագայում, երբ որ կառուցվեց երկող շատրվանների այդ հատվածը, բնականաբար բանուկ, այսպես առանցքային հատվածը ինքը վերաիմաստավորվեց։ Այսօր իմ կարծիքով քաղաքային առանցքը դա անկախության փողոցն է, նախկին Ենոքի փողոց։ Եթե այսպես հետ ենք նայում, բնականաբար Ենոքի փողոցը հսկայական ազդեցություն ունի, անգամ անկախության սերնդի անդամների մոտ, քաղաքաբնակների մոտ այն միջև այսօր անվանվում է Ենոքի փողոց, Ենոքի խաչմերուկ, չէ։ Բնականաբար Ենոք Մտգորտումյանի հայտնի հեղափոխական գործի ազդեցությունը կար եւ 50-ականների ավարտին, երբ որ այժմյան Սահմանադրության հրապարակում բացվեց նրա կիսանդրին, այժմ կիսանդրին գտնվում է իր հարազատ Ենոքավան գյուղում։ Բնականաբար նրա նշանային ազդեցությունը քաղաքային տարածության վրա հսկայական էր եւ այսօր էլ կրկին եմ նշում, տեսեք, մենք որքան էլ այսպես անկախացման գործընթացում արդեն 30 եւ ավելի տարի անվանափոխություններ ենք իրականացնում, քաղաքային տարածքը վերաձևում ենք, փոխակերպում ենք, ամեն դեպքում խորհրդային ազդեցություն մինչեւ այսօր պահպանվում է նաեւ օրինակ Ասլանյան փողոցը կա, նախկին Սվերդլով փողոցն է։ Տարբեր այլ անուններ կրող փողոցներ կան, որոնք չեն փոխվել։ Տեսեք, Մարքսի անունը կրող փոխարինվեց Երևանյան փողոցով, Լենինի անվան Իջևանյան փողոցով։ Նոյեմբերի 29-ը դարձավ մայիսի 28, բայց նրանց ազդեցությունը քաղաքային տարածքի վրա այդքան էական չէր, որքան օրինակ Ենոքի եւ նրա անվան փողոցի ազդեցությունը քաղաքային տարածության ձևավորման վրա։ Անկախությունից հետո ես կուզեմ մենք ինստիտուցիոնալ մոտեցման մասին մի քիչ խոսենք, որովհետև տեսեք, դուք նշեցիք, կան շատ փողոցներ, որոնց անունները փոխվել են, վերանվանվել են, բայց միևնույն ժամանակ մարդկանց տվյալ սերնդի ինստիտուցիոնալ հիշողության մեջ մնացել է այն անունը,
որը եղել է սովետական միության ժամանակահատվածում։ Այ որն է եղել մեր մոտեցումը անկախությունից հետո, փոխել պարզապես այդ անունները, թե օրինակ ավելացնել կրթական կոմպոնենտ այն հանգամանքներով, որ բացատրել թե ինչու է տվյալ ժամանակահատվածում այդ անուն ունեցել, եւ այս կոնտեքստում շատ հետաքրքիր երկու օրինակ, որոնք բավականին իրարից տարբեր են ֆունդամենտալ առումով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան բաժանվեց երկու մասի՝ արևմտյան, արևելյան։ Արևելյան Գերմանիան ավելի սոցիալիստական ուղղվածությամբ եւ սոցիալիզմի ազդեցության տակ, եւ հետեւաբար անմիջապես այդ process-ից հետո Բերլինի արևելյան հատվածում սկսեցին առաջանալ քաղաքներ եւ փողոցներ, որոնք կրում էին հենց սոցիալիզմի գաղափարախոսությունը, հենց մեկը Կարլ Մարքսը։ Բայց այսինքն այդ սոցիալիզմի համակարգից դուրս գալուց անմիջապես հետո արևելյան Գերմանիային, երբ որ գերմանյաները միացան ըստ էության, որդեգրվեց հետեւյալ ուղղությունը, ոչ թե անվանափոխում ենք, այլ այդ փողոցների անունների ներքևում տեղադրում ենք ցուցանակներ, որտեղ կա բացատրություն, թե ինչի է տվյալ փողոցը կրում դիցուկ օրինակ Կարլ Մարքսի անունը, հա։ Սա թերևս շատ հետաքրքիր մոտեցում է, որովհետև ինչ արեց գերմանական կառավարությունը, բերեց մցրեց կրթական կոմպոնենտ, ասելով, որ մենք չենք կարող այնուամենայնիվ մոռանալ եւ ստիպել սերունդներին, այո, մեր պատմության հետ կապված որոշակի դրվագներ, այլ պետք է հիշել եւ տալ դրանց բացատրություններ եւ դրա բևեռային շատ տարբեր օրինակ Ուկրաինայի օրինակը, երբ որ 2015 թվականին ընդունված օրենքի շրջանակում ավելի քան 900 փողոցի անուն վերափոխվեց, որոնք եկել էին հետ սովետական որպես ժառանգություն, մասնավորապես օրինակ կային փողոցներ, որ վերանվանվեցին հերոսների փողոց, միջ այդ ունեցել էին սովետական որոշակի անուններ եւ այլն։ Եվ այդ ժամանակահատվածում բավականին շատ էր բանավեճը հենց հանրության շրջանում, որն է ճիշտը։ Խոսել ճիշտ թե սխալ մոտեցումից բնականաբար այնքան էլ ճիշտ չէ, ավելի ճիշտ է անդրադառնալ, որն է ավելի կառուցողական, որն է ավելի բնական անցում ապահովում, պարզապես փոփոխել, տալ բացատրություն, թե միգուցե կա երրորդ այլ լրիվ մոտեցում։ Այս համատեքստում ինձ հետաքրքիր է ինչպիսի process-ներ են եղել անկախացումից հետո հայաստանյան իրականության մեջ, ինչպիսի մոտեցում ենք մենք որդեգրել։ Մենք երևի բնորոշումը վայրի տարբերակով ենք անդրադարձել փողոցների անվանափոխության գործընթացը շուրջ եւ փորձել ենք փոփոխել արմատապես եւ որևէ այսպես մշակութային դաշտի պահպանման խնդիր չենք դրել եւ չենք էլ փորձել գոնե կրթական բաղադրիչի մոտեցմամբ որոշակիորեն պահպանել կամ մատուցել պատմությունը, չէ։ Տեսեք 90-ականների սկզբին սկսվում է հայաստանյան քաղաքներում փողոցների անվանադրության, անվանափոխության լուրջ գործընթաց։ Մենք հետազոտել ենք Իջևանյան օրինակը եւ նկատում ենք, որ նախկին խորհրդային ազդեցություն կրող փողոցները սկսում ենք վերանվանել։ Վերանվանել անգամ որոշակի քննարկում բանավեճը ձևավորում ում անվանվում, չէ՞, ինչ անուն տալ նոր փողոցների։ Տեսեք, նախկինում մենք ունեինք առաջին այսպես ռազմահեղափոխական տեղական կոմիտեի ղեկավար կին Մարգո Չոլախյանի անունը կրող փողոց 92 թվականին թերթում նկատում ենք, որ ձևավորվում է որոշակի հակակրանք։ Եկեք Չոլախյանի անունը փոխենք Բժիշկ Շտայանի կամ բուժաշխատողների անունով։ Իհարկե հաջողությամբ չավարտվեց, վերանվանվեց կամ անվանափոխվեց Նալբանդյան փողոց։ Նալբանդյան փողոց այս տարբերակը ընկալվեց։ Այնուհետև ունեցանք, տեսեք, Սվերդլովի փողոց փոխում ենք Ասլանյանի անունով, ակադեմիկոս Ասլանյանի անունով։ Իսկ մնացյալ փողոցների պարագայում բնականաբար ընտրվում էր կամ տեղադիրքը, օրինակ Զալաքյան փողոցը փոխեցինք, դարձրինք Սարալանջի, անտառային տարբերակը բերվեց, բայց խորհրդային տարիներին տրված այսպես նշանային փողոցները, այսպես մշակութային գործիչների անուն գրող փողոցները պահպանվեցին։ Պրոշյան, անգամ խնդիր կար Ղարագյոզյան, Թավրիզյան փողոցների անվանափոխության, բայց չիրականացվեց։ Հետաքրքիր է, որ կուսակցական գործիչների անունը գրող հայ կուսակցական գործիչների որոշների անունները պահպանվեցին։ Այսօր էլ ունենք Մյասնիկյան փողոց, Սպանդարյան փողոց, հայրենական պատերազմի հերոս իջևանցիների անունը գրող փողոցներում ձեռք չտվեցինք։ Տեսեք, այսօր էլ կա Վասիլյան փողոցը, կա Մեհրաբյան փողոցը,
ըստ էության փոխեցինք մեզ օտարահունչ եւ մեր ազգային նկարագրին չհամապատասխանող փողոցների անունները։ Տեսեք, Օչամչիրյանը դարձավ երիտասարդական, կամ տեսեք, Սայաթ-Նովան փոխարինեցինք այլ անունով, այնտեղ ազգային հայրենասիրական բումը որոշակի պայմաններ է ձևավորում, սկսում ենք նաև նմանատիպ գործիչների անունով անվանափոխել, օրինակ Սևքարեցի Սաքոյի անվան փողոց ենք ձևավորում, տուրք ենք տալիս մշակութային ժառանգությանը, ռուսական դպրոցի այսպես հարակից փողոցը Գանինի անվան ենք դարձնում, չէ՞, Նատալիա Գանինային հիշատակելով։ Իհարկե տարբեր այսպես մոտեցումներ կան, փողոց իր վրա կրում է այսպես կոդային ազդեցությունը ինչ է կատարվում քաղաքական եւ մշակութային ասպարեզում եւ ինքը իր վրա կրում է, ինչպես Յուրի Լոտմանն էր նշում, դա միկրոհեղափոխություններ են, որոնք ուղղակի նշանային ազդեցություն ունեն տվյալ հասարակության վրա։ Կրկին եմ նշում, ավելի խորքային հետազոտության համար մենք պետք է այսպես մտային քարտեզագրման միտում այսպես հետազոտություն իրականացնենք, տեսնենք քաղաքացին հասկանում է ինչ փոփոխություններ կան եւ այդ փոփոխությունների ընկալումը իր առօրյա կենսագործունեության վրա կա թե չկա, սա հասկանալու համար։ Շատ հետաքրքիր է անընդհատ այն մեկնարկային կետը, երբ որ փողոցի փոփոխությունը դա բացառապես չի բերում միանգամից հիշողության փոփոխության։ Դրա համար պետք է ժամանակ։ Մենք նշեցինք շատ գործոններ, որոնք պայմանավորում են ազդեցություն են ունենում փողոցի անվան փոփոխության վրա։ Եթե այսպես նայում ենք, հիմնականում դրանք հերոսների անուններ են պատերազմում, որ մշակութային շատ լուրջ ավանդ ունեցող մարդկանց անուններ են, երևույթների անուններ են, ազատություն, կան էլի երևույթների անուններով որոշակի փողոցներ, թե ոչ Իջևանում։ Անկախության փողոց ունենք, անկախության հրապարակ ունենք, չէ՞։ Տեսեք 90-ականներին սկսվում է ազգային զարթոնքի որոշակի այսպես նախապայմանների ձևավորման ժամանակաշրջան։ Անկախության հրապարակում տեղադրում ենք եւ հետաքրքիր է, որ գործընթաց կա ազատամարտիկների անուններով անվանափոխություն իրականացնել, ինչպես նաեւ խաչքարային մշակույթն է մտնում մեր առօրյականության դաշտ, չէ։ Անկախության հրապարակում տեղադրում ենք խաչքար նվիրված ազատամարտի հերոսներին։ Ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված հուշարձանի մոտ կրկին տեղադրում ենք խաչքար։ Գորգագործանի դիմաց տեղադրում ենք խաչքար, սրանք նշանային ազդեցություն ունեն, չէ։ Եկեղեցին եւ կրոնական մշակույթը եւս իր ազդեցությունն է կրում։ Իհարկե փողոցների անվանափոխության գործընթացում եկեղեցական գործիչների անուններով փողոցներ չկան, կոնկրետ Իջևանի պարագայում, բայց հայաստանյան այլ քաղաքների օրինակով դա նկատում ենք։ Վազգեն Առաջինի անունը, Ղրիմյան Հայրիկի անունը կրող, չէ, բավականին մեծ թիվ են կազմում նաև եկեղեցի տարբեր եպիսկոպոսների այսպես անունները կրող փողոցների վերամանման գործընթաց։ Հետաքրքիր է Իջևանում ազատամարտի ազդեցությունը։ Տեսեք 90-ականների ավարտին սկսում են առաջին այսպես խորհրդային ազդեցություն կրող փողոցների ազատամարտի հերոսների անունով վերանվանման գործընթաց եւ այս պարագայում նկատում ենք օրինակ կենտրոնական Շահումյան փողոց անվանում ենք Աշոտ Մելիքբեկյանի անվան, Օհանյանի անվան փողոց ենք այսպես մի հատվածն ենք վերանվանում, կան գործընթացներ, որոնք կիսատ են մնում, փորձ է կատարվում ազատամարտի հերոսների հավերժացման այսպես անվանափոխության գործընթաց իրականացնել փողոցներում, բայց չի ավարտվում դրանով։ Ավելի շատ ոչ թե Իջևանում, այլ տարբեր գյուղական բնակավայրերում փորձ է կատարվում դպրոցների անվանափոխություն կամ անվանադրություն իրականացնել։ Իջևանը հետաքրքիր է նրանով, որ մեր դպրոցները մի քանի անուններ են գրել։ Օրինակ 60-ականներին Իջևանի առաջին դպրոցը գրում էր հայտնի մանկավարժ, ակադեմիկոս իջևանցի Գուրգեն Էդիլյանի անունը։ 90-ականներին որոշվեց, որ ավելի մեծ ավանդ ունի Սպարտակ Սարգսյանի անվան, երրորդ դպրոցը նրա անունով կոչվեց։ Հետաքրքիր է ռուսական կամ ժամանակակից 5-րդ դպրոցի օրինակը, երբ որ 61 թվականին, եթե չեմ սխալվում, անվանադրվեց Բախշի Ներսիսյանի անունով։ Բախշի Ներսիսյանը ժամանակին եղել էր առաջին քարտուղար Իջևանում, շրջանային կոմիտեի առաջին քարտուղար էր հանդիսացել, իջևանցի էր ծննդով, հետագայում արդեն 2010-ական թվականներին անվանափոխվեց Միքայել Մարտիրոսյանի անվան։
ես հիշում եմ անգամ պատվանդանը բաց էր խորհրդային այսպես ազդեցությունից հետո հավանաբար կամ դպրոցի ղեկավարությունը կամ քաղաքային իշխանությունները այսպես որևէ արժանի մեկի օրինակը չեն գտել դրա համար այդ պատվանդանը իմ մանկության տարիներին երբ որ մենք այսպես մեր անունով ասեմ ռուսական դպրոցի մոտով անցնում ենք այդ պատվանդանը բաց էր երևի իմ տարիքակիցները կհիշեն այդ օրինակը շատ հետաքրքիր օրինակներ են իրականում եւ այս համատեքստում երևի կարեւոր է նաեւ խոսել թե որքանով են այս փոփոխությունները իրականում արտացոլում կամ դառնում հասարակության արժեքային փոփոխությունը ինչի որովհետեւ եթե մենք նայում ենք շատ ուրիշ երկրների օրինակ օրինակ Ֆրանսիայի օրինակը վերջերս կարդացի մի հոդված որ Ֆրանսիայում հենց հասարակությունն է նախաձեռնել փողոցների անվանափոխության որոշակի գործընթաց ինչու որովհետեւ իրենց համար պատիվ չէր եւ լավ չէր որ որոշ իրենց փողոցներ ունեն գաղութարարների նախկին գաղութարարների անուններ եւ ինձ հետաքրքիր է այս համատեքստում իջևանյան իրականության մեջ փողոցների անվանափոխությունը արտացոլվում է հասարակության արժեհամակարգում ինչպես որովհետեւ բնականաբար քաղաքային իշխանությունները դպրոցի ղեկավարությունը կամ առանձին մարմինները կարող են նախաձեռնել անվանափոխություն եւ դա բնական է եւ դա նորմալ է բայց որքանով է սա արտացոլվում հենց իջևանյան հասարակության արժեհամակարգի մեջ եւ սա իրականում կարեւոր է որովհետեւ եթե մենք նայում ենք ամենատարբեր ժամանակահատվածում քաղաքների, փողոցների, հուշակոթողների, դպրոցների անունները իրենք շատ հետաքրքիր գաղափարական գործիքներ են եղել, այո, ներազդելու տեղի հասարակության վրա եւ ուղղորդելու այն մտածողությունը, որին իրենք են հավատացել, հա Եվ դրա համար ինձ համար հետաքրքիր է, մենք ինչին ենք հիմա հավատում, որ ըստ դրա փոփոխվում է փողոցի անունը, կամ միգուցե մենք փոփոխում ենք փողոցի անունը, որ սկսենք դրան հավատալ։ Շատ քննադատական ու հասարակական իրականում դիսկուրսներ են ծավալվել մի շարք երկրներում իրենց փողոցների անվանափոխության հետ կապված, որ օրինակ ավագ սերունդը մեղադրում էր, որ դուք մեզ ստիպում եք մոռանալ մեր պատմությունը, մենք դա անցել ենք եւ այլն, եւ հակառակ կողմի շատ երիտասարդներ, քաղաքային տվյալ իշխանություններ ամենատարբեր երկրներ ունակ հենց Ուկրաինայի, իրենք ասում են մենք ոչ թե ուզում ենք, որ պատմությունը մոռանանք եւ անտեսենք, այլ մենք պարզապես վերաձևում ենք, թե մենք ինչին ենք հավատում։ Եվ սա իրականում արդարացի մոտեցում է, որովհետեւ, չգիտեմ, Կարմիր բանակի փողոց օրինակ վերափոխել Հերոսների փողոցի, սա մեկնարկ է այն իրողության, որ մենք հավատում ենք մեր հերոսներին եւ ոչ թե դիցուկ այն ժամանակվա քաղաքական եւ գաղափարախոսական հենքին, որի վրա այդ երկիրը կամ այդ պատմության այդ տարածաժամանակային կոնտեքստը եղել է։ Ինձ հետաքրքիր է որքանով է սա իջևանյան իրականության մեջ արտահայտվել այս բոլոր կոմպոնենտները, որի մասին նշեցի։ Շնորհակալ եմ հարցի համար։ Շատ հետաքրքիր է նաեւ հայաստանյան օրինակով խորհրդային տարբեր նախկին խորհրդային տարբեր երկրների օրինակ վերեցիք Մեր մոտ, ինչպես նախկին խորհրդային բոլոր երկրներում, նույն process-ները կային։ Տեսեք, տարբեր հանրապետություններում անվանադրությունը հիմնականում տեղական կուսակցական գործիչների անունով էր։ Միայն մայրաքաղաք Երևանում է, որ նկատում ենք այլ երկրների կուսակցական գործիչների անուններով, օրինակ Թելմանի անվան, չգիտեմ, տարբեր այսպես անուններ կրող կամ տարբեր մայրաքաղաքների անուններ կրող փողոցներ շրջանային կամ հանրապետական նշանակության քաղաքներում այդ մոդելը չկա։ Այստեղ հիմնականում կուսակցական գործիչների անունները տեղական ազգությամբ հայ կուսակցական գործիչների անուններ։ Օրինակ Հովսեփյանի, Ամիրխանյանի անվան փողոց, Մյասնիկյանի, Սպանդարյանի, Թևոսյանի անունը կրող փողոց ունեինք եւ այսօր էլ եթե չեմ սխալվում իր անունն է կրում մինչեւ այսօր։ Բնականաբար այդ process-ները այստեղ այդքան էլ նշանային եւ հետևանքներ թողող չեն եղել։ Դա ավելի մեծ քաղաքներում է հստակ երևում եւ հետագայում փոփոխություններն էլ իր հետ բերում են բնականաբար բյուրոկրատական բավականին լուրջ խնդիրներ, չէ։ Մեկ փողոցի անուն փոխելը բնականաբար միայն չհասկանանք ռեալ անունը փոխեցինք, դրանք ունեն իրավական հետևանքներ, չէ։ Պետք է հասցեն փոխեց, պետք է տվյալ հսկայական process է եւ ժամանակակից քաղաքային իշխանությունները փորձում են որքան հնարավոր է քիչ կամ այսպես փոքր փողոցների մոդելով իրականացնել եւ վերջին տարիներին Իջևանում, եթե չեմ սխալվում, կրկին նշեմ, ընդամենը 2 փողոց ունենք նմանատիպ անվանա կոչված, մեկը
Արցախյան ազատամարտի հերոս Ռեմիկ Մարդանյանի նվիրված փողոցն են, մյուսը Արմեն Սահակյանի 44-օրյայի հերոս իջևանաբնակ Արմեն Սահակյանի անուն գրող փողոցներն են, բայց կրկին եմ նշում այն իրավական առումով բավականին լուրջ խնդիրներ է ձևավորում։ Հասարակությունը որքանով է ընկալում, չէ, փողոցը, ինչ է կատարվում փողոցում, փողոց փոխվեց, չփոխվեց, նոր անունները մտնում են շրջանառություն, թե ոչ։ Հավատացած եղեք ժամանակակից իջևանաբնակը, քաղաքաբնակը մեծ առումով չի տիրապետում իր փողոցների անվանմանը եւ ում անուններն են գրում, ովքեր են նրանք, չէ։ Ես մեկ-մեկ ուսանողների հետ փորձ եմ կատարում, ասում եմ, գիտեք, ձեր փողոցի անունը ինչի է, ինչի է այս փողոցը կոչվում Բլբուլյան անվան փողոց, չէ։ Ով է Բլբուլյան, գնդապետ Բլբուլյանի մասին ինչ որ բան գիտեք, հիմնականում пассив ինֆորմացիա գրողներ են հանդիսանում, այս առումով մենք պետք է աշխատանք կատարենք եւ հանրային տարբեր միջոցառումների նմանօրինակ, այսպես հանրային լսարան ապահովող միջոցառումների արդյունքում բնականաբար կարող ենք իրազեկման մակարդակը բավականին բարձրացնել։ Եվ նշանային առումով պետք է քաղաքացին կապված լինի փողոցի հետ։ Պետք է իր համար կարևոր լինի փողոցային իրականության մաս կազմելը, չէ։ Բնականաբար այդ փողոցները պատահական միայն ֆիզիկական միջավայր ապահովող տարածքներ չեն։ Սրանք առաջին հերթին հանրային միջավայր ապահովող տարածքներ են եւ հանրությունը պետք է կարողանա լիարժեքորեն այսպես կրել եւ փոխակերպել փողոց եւ իր հարաբերությունները, չէ։ Անձը եւս փոխհարաբերվում է փողոցի հետ, եթե մենք այսպես մտային պատկեր չունենանք այս կամ այն փողոցի հետ, բնականաբար դիչուք մեր փողոց, չէ։ Մերը Ռեմբազի թաղ ենք անվանում, մետաղագործների փողոցն է, չէ։ Տեսեք, այլևս չկա այսպես Ռեմբազան, այսպես մետաղագործների գործարան այլևս չկա 30 եւ ավելի տարին որևէ այսպես արտադրական հնարավորություն չունի, բայց նշանային առումով ինքը պահպանել է իր ազդեցությունը։ Եթե փորձում ենք հասկանալ, ինչով է պայմանավորված, որ Ռեմբազի թաղ ինքը տասնամյակներով պահպանվում է։ Այստեղ կարևոր է հասկանալ այդ անվան ֆունկցիոնալությունը, հավանաբար ինքը կարճ է։ Հավանաբար ինչ է, հավանաբար մտել է ժողովրդական արտադրության մասի, այո, մտածողության շերտերի մեջ։ Ինստիտուտի դերը խիստ կարևոր է եղել այդ ժամանակահատվածում, երբ մարդիկ ապրել են։ Ինչպես են անվանափոխությունները ազդում հիշողության վրա, որովհետև մենք տեսնում ենք, որ այլ տարածաժամանակային կոնտեքստում, սովետական միության ժամանակ, դրանք շատ ուժեղ ազդեցություններ են ունեցել, ու այս համատեքստում ինձ համար շատ կարևոր է կհիշեք կամ եղել են արդյոք դեպքեր, երբ որ հասարակությունն է դրդել որևէ բարձրացրել պահանջ այս կամ այն փողոցի կամ հուշակոթողի կամ ինստիտուտի անվան փոփոխության։ Իմ պատկերացմամբ նմանատիպ նախադեպերի պարագայում մարդկանց հիշողության մեջ որպես նշանային եւ որպես հիշվող հանգամանք դա ավելի շատ կտպավորվի, քան երբ մենք փորձում ենք արհեստականորեն կամ արագորեն փոփոխել, վերանվանել փոփոխությունները։ Կհիշեք դեպք, երբ որ հասարակությունն է մղել այս կամ այն փողոցի անվան փոփոխությունը կամ նոր անունի սահմանումը։ Իհարկե, 90-ականների այսպես մամուլի հոդվածներում, տեղական մամուլի հոդվածներում նկատում ենք որոշակի քննարկում։ Օրինակ Գենոքի փողոցի մի հատվածը առաջարկ էր կատարվում անվանափոխել գորգագործների անվան։ Իհարկե հետագայում անկախություն ստացավ, բայց ամեն դեպքում սա էլ փորձառություն էր, մարդիկ մտածում են, որ գորգագործներն են եւ գորգագործական կոմբինատի միջոցներով են կառուցվել այդ շենքերն ու փողոցները, բնականաբար պետք է գորգագործների նվիրված փողոց ունենանք։ Բնականաբար նմանատիպ օրինակներ Իջևանում բավականին քիչ են, երբ որ փոփոխվել է եւ փոփոխությունը եղել է հանրային քննարկման ազդեցությամբ, բայց ամեն դեպքում սա նշանային առումով կամ դպրոցների անվանափոխությունը, չէ՞։ Տեսեք 90-ականներին նույն գործընթացը գալիս է։ Ուսուցչի կերպարը պահպանում է իր դոմինանտությունը եւ բնականաբար հիմնադիր դպրոցի հիմնադիր ուսուցիչների կերպարով սկսում են առաջնորդվել, չէ՞։ Տվյալ պարագայում Սպարտակ Սարգսյանի, ինչպես գիտենք, առաջին դպրոցը հիմքից ամեն մի դետալի վրա տվյալ անհատը լուրջ ներդրում ունի եւ բնականաբար արժանի մատուցելով փորձել են իր անունով անվանափոխել։ Փողոցների անվան մեջ դոմինանտ են տղամարդկանց, որոշակի երևույթների, օրերի անուններից հետաքրքիր է կան փողոցներ Իջևանում կամ Տավուշի մարզում, այս պարագայում եւ ճիշտ կլինի խոսել Իջևանի մասին,
որոնք կրում են կանանց անուններ եւ ինչով է պայմանավորված եղել, եթե կան այդպիսիք, այդ անվան ընտրությունը, որն է եղել այդ կնոջ վաստակը, որ իր անունով լինի փողոց կամ հուշակոթող կամ որևէ ինստիտուտ։ Շատ հետաքրքիր է իջևանյան մոդելը այս առումով։ Մենք 70 տարիների ընթացքում ունեցել ենք շրջանային առաջին քարտուղար 17, եթե չեմ սխալ, 17 առաջին քարտուղարներ, որոնցից պատիվ է վաստակել միայն երկուսը, ու Իջևանում ունենան անվանական փողոց, երկուսն էլ կին է։ Առաջին քարտուղար կամ ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ Մարգո Չոլախյանի անունը գրող փողոցն էր, այժմ անվանափոխվել է Նալբանդյան փողոցի եւ մյուսը Նոնիկ Թուխիկյանի անունը գրող փողոցն է։ Այսօր էլ կա, երկուսն էլ բավականին մեծ ավանդ ունեցող կանայք են եւ նշանային առումով բավականին լուրջ ազդեցություն ունեցող կանայք են եղել։ Նշեմ, որ 21 թվականից հետո Մարգո Չոլախյանը հետագայում իր կուսաշխատանքը շարունակում է կենտրոնական կոմիտեի տարբեր պաշտոններում եւ զբաղվում է անգամ լրագրությամբ, գյուղի կոմունիստ թերթն է խմբագրում եւ այդտեղ հանդիպում ենք իր կերպարը։ Իսկ Նոնիկ Թուխիկյանը բավականին մեծ վաստակ ունեցող իջևանցի է, ցակումով ակնաղբյուրից էր, 10 տարի եւ ավելի եղել է կոմունալ մինիստրության մինիստր, նախարար եւ բնականաբար Իջևանի 50-ականների հաջողությունը 3 տարի այստեղ առաջին քարտուղար է եղել 45-48 թվականներին եւ պատկերացնում եք 50-ականների Իջևանի զարգացման բումը պայմանավորված էր նրա նախարար լինելու հանգամանքով։ Այսինքն կանայք իհարկե հետագայում Տիկին Անանյանը հսկայական ազդեցություն ունեցավ, բայց նմանատիպ կանայք էլ են ունեցել։ Տեսեք այսօր Ջեմ Անանյանը ունի իր անունով փողոց։ Իհարկե Կիսանդրին տեղադրվել է 2011 թվականին, բայց ոչ պուրակն է նրա անունով, միայն սիմվոլիկ հիշողությունը պահպանվել է։ Իհարկե հետագայում, երբ որ քաղաքի տարածական փոփոխություններ իրականացվեն, նոր փողոցներ ձևավորվեն եւ ավանդադրության խնդիր առաջանա, բնականաբար խորհրդային տարիների եւ հետագա անկախության տարիների պետական քաղաքական գործիչներին պետք է եւս անդրադարձ կատարել։ Դրանով մենք որոշակի դասիրակության միջոց ենք ձևավորում սերնդի մոտ։ Եթե մենք օրինակներ չունենանք, եթե մենք սերնդին չդասիրակենք, որ կարելի է ղեկավարել եւ այսպես ղեկավարել, տեղային օրինակ ամենահստակն է, չէ՞։ Բնականաբար մենք այսպես ուրիշների անունով չենք կոչելու, չէ՞։ Բնականաբար պետք է մեր տեղային գործիչների անունով կոչենք։ Իսկ ինչպես ամենակարելի անել, որ փողոցների անունները իրապես ձեռք բերեն այդ կրթական կոմպոնենտի նշանակությունը, որովհետև շատ կարևոր է, որ այն տարածքում, որտեղ դու ապրում ես, հասկանաս այդ տարածքի անունը, ում հետ է կապված, ինչով է պայմանավորված, ասես քո փողոցի անունը եւ հպարտություն զգաս, օրինակ Բաղրամյան պողոտա, Դիցուք, Իջևանյան պարագայում, Իջևանի պարագայում, ինչպես անել, որ այդ փողոցների անունները իրականում լինեն ու պարունակեն կրթական շատ կարևոր բաղադրիչ, եւ որ մարդկանց իրապես հետաքրքրի եւ կարևոր լինի այն փողոցի անունը, որտեղ իրենք ապրում են։ Օրինակ հեշտ չլինի փողոցի անուն փոխելը, որովհետեւ դու իրապես հավատում ես այդ գաղափարին, այդ մարդուն, այդ երևույթին, ազատություն, խաղաղություն, եղբայրություն, չգիտեմ, ինչպես անել, որ ընդ որում ես ենթադրում եմ, որ փողոցների անունները դրանք չունեն կարճաժամկետ բնույթ։ Այսինքն, եթե մենք նայենք օրինակ 20 տարի հետո մենք ինչին ենք հավատում, Իջևանյան փողոցները ինչի մասին կպատմեն, դրանք չեն կարող լինել կարճաժամկետ ըստեյության։ Իհարկե։ Երևի մենք չենք լինի փողոցները կլինեն, անունները կամ կպահպանվեն կամ որոշակի փոխակերպումների կընթարկվեն, բայց պետք է քաղաքացին եւ հասարակությունը դիրապետի իր տարածաշրջանի պատմության, չէ՞, տեսեք, համայնքը պետք է հասանելի լինի բոլոր համայնականներին եւ համայնքային իրականությունը եւս պետք է համայնականին հասանելի լինի։ Տվյալ պարագայում հանրակրթական դպրոցում, եթե չեմ սխալվում, այսօր կան ես եւ իմ հայրենիքը, չէ՞, առարկայի շրջանակում կարող են որոշակի բաց ժամեր նախատեսել եւ տարբեր բնակավայրերում խոսեն իրենց բնակավայրերից, խոսեն իրենց բնակավայրի կարևոր հուշարձաններից, փողոցներից, դրանց անվանադրման գործընթացից, չէ՞։ Աշակերտի մոտ ձևավորեն որոշակի պատմական գիտակցություն։ Եթե նա գիտակցի, որ
այս գործընթացի կամ այս նվիրման համար է տվյալ անձի անունը կրում տվյալ փողոցը, բնականաբար ինքը այլ կերպ վերաբերվի իր քաղաքին եւ իր փողոցին։ Սա բնականաբար հանրակրթության խնդիր է, ինչու՞ չէ նաև համասարանական կրթության խնդիր է, եւ տարածաշրջանային բուհերը պետք է տարածաշրջանային խնդիրներով տեղայնանան եւ ուսումնասիրեն։ Մեր խնդիրն է Իջևանի եւ տարածաշրջանի ուսումնասիրությունը։ Ուսումնասիրությունների բազմամակարդակ մոտեցում, որը ավելի կմոտեցնի գիտական իրականությունը իրական իրականության հետ։ Սա ամենակարևոր ներդրումը կլինի կոնկրետ մեր կողմից։ Եթե այսօր քայլենք Իջևանյան փողոցներում, այն ինչպես կնկարագրեք, ինչ են պատմում Իջևանյան փողոցները մեր մասին։ Մեր մասին խոսում, ամեն ինչն է մեր մասին խոսում։ Բնականաբար այսօրվա քաղաքացու գործունեությունը այսպես քայլելով շատ հաջող չկա, բայց Գետափնյա փողոցով քայլելուց բնականաբար դու չես կարող չհաջողանալ քաղաքային զբոսայգու գեղատեսիլ ծառերով կամ սիմպոզիումների ազդեցություն կրող, այսպես դրա եւ դրա արդյունք հանդիսացող տարբեր քանդակներով, տեսեք դրա խնդիրներ ունենք, դրանք էլ պետք է կարողանանք մատուցել։ Եվ բնականաբար յուրաքանչյուր հաջորդիվ քայլ պետք է ավելի նպաստի քաղաքային տարածքի զարգացմանը եւ ներգրավչության բարձրացմանը։ Իմիջիալոց այս գիտելիքները կարող ենք նաեւ կիրառել քաղաքային туриզմի զարգացման հարցում։ Իմիջիալոց հայաստանյան ներկա բնակում չունենք մի քաղաք բացի Երևանից եւ Գյումրից, որ կարողանա մատուցել city tour-ի մոդել, չէ՞։ Քաղաքային տուրեր չկան ըստ էության եւ բնականաբար մեր հետազոտությունների հեռահարազդեցությունը կարող է հիմք հանդիսանալ նյութ տալ այսպես զբոսավարության ոլորտի գործիչներին, որպեսզի զբաղվեն նաեւ քաղաքային տարածքի մատուցմամբ եւ նրա խնդիրների բարձրացմամբ։ Պարոն Պողոսյան, մի այսպիսի հարց, եթե հնարավորություն ունենայիք Իջևանյան փողոցներից որևէ մեկի համար դուք անուն ընտրեիք, ում անունը կընտրեիք եւ ինչու։ Տեսեք, առաջին դպրոցի կամ Իջևանում դպրոցի հիմնադիրը Վիրա Բառաքելն է։ Մի կերպ պետք է այդ անձի կերպարը կրկին հիշատակվի։ Պետրոս Թումանյանի անունը գրող փողոց։ Հսկայական ներդրում ունի այն ինչ որ մենք կարողանում ենք ցույց տալ եւ առանձնացնել այսօրվա Իջևանի ճարտարապետական առանձնահատկության մեջ նրա շնորհն է։ Կարծում եմ իր ավանդը եւս պետք է մեծ լինի եւ իհարկե ժամանակակից հերոսների կերպարները պետք է անվանան կամ պուրակի տեսքով կամ իհարկե փորձ կատարվեց վերջերս նման պուրակ ձևավորելու ավելի այսպես նկատելի կամ գեղարվեստական ճաշակ զարգացնող միջավայրի կարիք ունենք։ Քաղաքային զբոսայգին պետք է որոշակիորեն վերափոխել եւ այդ վերափոխման հիմքում պետք է լինի նաեւ Հայաստանի Հանրապետության եւ նրա համար կարեւոր ավանդ ունեցող անձանց հիշատակի հավերժացումը, այս պարագային բնականաբար սերունդների դասիրակման գործընթաց ավելի, այսպես մեկ քայլ առաջ կլինի, քան այսօր պատկերացնում։ Ըստ էության, եթե փորձում ենք հետհայաց գցել ու հողի վրա իրականության մեջ մեր փողոցների մեծամասնության անունները կապված է ազատամարտի, պայքարի, պատերազմում ավանդ ունեցած մեր հերոսների անվան հետ։ Այդ դուք դասավանդում եք եւ սա թերևս բնական է, որովհետեւ այն իրականությունը եւ իրողությունը, որը մեր վրա ունեցել է լուրջ ազդեցություն, դրանք չեն կարող պարզապես հոդս ցնդել։ Բայց դուք հիմա ապրում եք 21-րդ դարում, ըստ էության փորձում ենք կարգավորել մեր հարաբերությունները մեր հարևան երկրների հետ, ու դուք էլ դասավանդում եք Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում, ու ինձ հետաքրքիր է, էլ ինչին է հավատում մեր սերունդը զուգահեռ այն իրականությանը, որը հիմա ունենք։ Էլ ինչ երևույթների է օրինակ հավատում, որ դիցուք միգուցե 30 տարի հետո այդ երևույթների կամ այդ անձանց հետ կապված մենք կարող ենք ունենալ փողոցներ։ Շատ են միջազգային օրինակները, եղբայրության փողոց, ընդհանուր միջև ամենախաղաղության փողոց, այո, ընդհանուր միջև ամենատարական առարկաները կրող փողոցներ կան աշխարհի ամենատարբեր երկրներում։ Ինձ հետաքրքիր է ինչին ենք մենք հավատում։ Օրինակ 30 տարի հետո ինչ երևույթի անուններ ունեցող փողոցներ մենք կարող ենք ունենալ
Եվ ես շատ կուզեմ, որ դուք հղում տաք հենց ձեր դասավանդման փորձին ու այն ուսանողների մտքերին, կարծիքներին, որոնց հետ ըստ էության ամեն օր առնչվում եք։ Իհարկե գաղափարներին էլ պետք է տեղ տալ եւ բնականաբար այդ ազդեցությունն էլ պետք է հաշվի առնել։ Տեսեք, վերջին տարիներին Իջևանյան ներկայապնակում ավելացավ ուսանողական փողոց, չէ՞։ Ոչինչ, այսպես խաղաղ բնական վիճակն է ապահովում ըստ էության այս անվանումը եւ նախկինն էլ չէր վատը ծաղկի փողոց էր անվանում։ Իհարկե ծաղիկները այսօր ավելի սակավ են դարձել, բայց ամեն դեպքում նշանային առումով կրկին պահպանել իմաստը։ Կարծում եմ, որ ներկա սերնդին ավելի այսպես մոտ եւ տարածաշրջանի կյանքին մոտ կանգնած անձանց անուններ գրող փողոցներ են պետք, ոչ թե երևույթների առումով բնականաբար ուղղությունները կարող են Երևանյան փողոց, Իջևանյան փողոց, վերածնունդ, հուշահամալիր եւ այլն, ավելի շուտ մշակութային կամ սպորտի ոլորտի գործիչների անունը գրող փողոցներ են պետք, որոնք օրինակ կարող են դաստիարակել զարգացող աճող սերնդի մոտ։ Այս առումով բնականաբար ավելի այսպես ներդաշնակման խնդիր ունեն եւ պետք է այս ուղղությամբ քայլեր իրականացնեն։ Կարծում եմ այդ ազատամարտի հերոսների անունները գրող փողոցների դոմինանտումը որոշակի հետևանքներ է կրել եւ բնականաբար հայրենասիրական այսպես բումը ապահովել է։ Հաջորդ մեր խնդիրն է նաեւ այսպես մտային, այսպես դա արդեն որպես ազդեցության միջոց կիրարկման են կերպարների խնդիրը բարձրացնել, որոնք կարող են սերնդին իրոք ցույց տալ այն ճանապարհն ուղին, որով նա պետք է ընթանի։ Բնականաբար այդ գործիչներին էլ անդրադարձ պետք է կատարենք եւ նրանց կերպարներն էլ, չէ, քննարկում ենք իրականացնում, ասում են իջևանցի հայտնիով կա, չէ, այսպես բնականաբար մենք պետք է ունենանք նրանց անունները գրող, օրինակ Ասլանյանի անունը հավերժացրել են։ Հավերժացրել է նաև Գառնիկ Անանյանի անունը, չէ, այսօր դպրոցի անունն է գրում։ Կարելի է եւ փնտրել, գտնել ու հասարակությանը մոտեցնել են հերոսների կամ այն անձանց կերպարներին, հերոս մի քիչ այսօր ընկալումների մեջ այլ կերպ են դրսևորվում, այն անձանց կերպարներին, որոնք մեզ համար կարող են ճանաչողության կամ ճանապարհային քարտեզին մոդելը մատուցել, որ անհրաժեշտ է վաղվա քայլերում ավելի վստահ եւ անսխալական լինելու համար։ Շատ շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ ինֆորմատիվ հանդիպման համար։ Այո, փողոցները մեր պատմության եւ ինքնության կարեւորագույն տարրերից են եւ դրանք ցույց են տալիս, որտեղից ենք մենք եկել, որտեղ ենք հիմա եւ ուր ենք գնալու։ Շատ շնորհակալ եմ, որովհետև շատ ինֆորմատիվ ու շատ հագեցած էր հանդիպումը։ Ես առաջարկում եմ մեզ հետևողներին, որ եթե կլինեն հարցեր պարոն Պողոսյանին, պարտադիր գրեք մեկնաբանություններում, եթե ունեք հետաքրքիր ինֆորմացիա թեմայի հետ կապված, կիսվեք մեզ հետ։ Լուսանկարներ, ամենակարևոր լուսանկարներ, մենք դրա դեֆիցիտ ունենք։ Այո։ Այս առումով խնդրում ենք, եթե հնարավոր է, մեզ տրամադրեք հավելյալ ինֆորմացիա։ Մենք ակնկալում ենք ձեր ակտիվությունը թեմայի քննարկման շրջանակում եւս եւ խոստանում ենք ձեզ շատ եւ նոր հետաքրքիր հանդիպումներ, զրույց քննարկումներ։